բա այնց պարազինությունը, որ մենք առաջիկայում ցույց կտանք, մենք հասանելիություն դա ձեռք բերելու, ոչ թե փողի խնդիրն է եղել, փողի խնդիրը դե փողի խնդիր է, որը լուծելի խնդիր է, այլ մեզ չեն վաճառել այդ զենքերը, ինչի պատճառով, Ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով, որովհետև ասել են, որ մենք չունենք վստահություն եւ ընդհակառակը մենք չունենք վստահություն, որ Հայաստանի Հանրապետությունը այդ ձեռքերը չի կիրառի իր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիրների լուծման համար եւ ընդհակառակը որոշակի համոզվածություն ունենք, որ այդպիսի նշանակությամբ կկիրառվի։ Դրա պատճառով մենք չենք վաճառում ամենայն հարգանքով։ Հա ինչ որ սիմվոլիկ փուճուր-մուճուր բաներ, բայց մեծ հաշվով էս է տեղի ունեցել։ Եվ եթե հիշում եք, նաև շատ սուր խոսույթ կար, երբ որ Հայաստանի Հանրապետությունը բանակի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Բայց երբ որ մենք հստակ արձանագրեցինք, որ մեր բանակի զարգացման միակ նպատակը մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է, այդ խոսակցությունները դադարեցին, լարվածությունը դադարեց։ Եվ մենք այսօր նաև զորահանդես ենք անելու Հանրապետության հրապարակում, վստահ լինելով, որ դա տարածաշրջանային լարվածություն չի առաջացնելու, որովհետև եւ մեր միջավայրը եւ մեր տարածաշրջանի երկրները եւ միջազգային հանրությունը ընդունում են, որ դա մեր լեգիտիմ իրավունքն է, բանակ ունենալ, զարգացնել բանակը, այնքան զարգացնել, որ անվտանգության ապահովման նախորդ թվարկած երաշխիքները, եթե հանկարծ չաշխատեն, մենք վստահ լինենք, որ ունենք բավարար պաշտպանունակ բանակ, որ մեր երկիրը կպաշտպանի ցանկացած ոտնձգությունից։ Եվ այն ինչ որ դուք կտեսնեք այսի 28-ին, դա ընդհանրապես սկիզբն է։